հատ պրատեք ինձ տեսնում կադրում, որովհետև հապշտապ պատրաստվելու փուլում եմ, մազերս դիտմամբ եմ թողել տակը, որովհետև խոնավ է եղանակը, դուրս գամ միանգամից փչանալու է, էլի։ Գնում եմ ժեստ հոգեբանական կենտրոն, դասի եմ, բայց այսօր պիտի խնդրեմ ու մի ժամ շուտ դուրս գամ, որովհետև ընկերուհիս միջոցառում է կազմակերպել եւ իմ կարիք ունի։ Ես եմ իհարկե նաև իմ օգնություն առաջարկել, երբ իմացա, որ կարիքը կա օգնության, այնպես որ մի քիչ շուտ դուրս կգամ, կվերցնեմ մեր մյուս ընկերուհուն տաքսիով եւ կգնանք միջոցառման վայր, հայրենիքի տարածքում ա լինելու միջոցառումը, իվենթ, հա? Եթե նկատել եք, վերջերս շատ քիչ եմ իվենթների մասնակցում, որովհետև ժամանակ չունեմ։ Հրավերները շատ են, բայց ես ստիպված գրեթե բոլորին մերժում եմ, որովհետև համալսարանը խլում է իմ ժամանակի երևի թե 70%-ը։ Այն մի 30-ն էլ արդեն տուն, ընտանիք ճաշմաշ երեխա, տակ բան չի մնում, բայց երբեմն համաձայնում եմ գնալ, որպեսզի այդ ամեն ինչից չկտրվեմ, հա, լրիվ սենց այդ մի քիչ այդ վայբը գոնե մնա։ Երեխեք գիշերը իմ առաջին գելլակ, շլակ, ինչ են ասում սրան, փորձեցի։ Երեխեք, վատ չի ստացվել։ Միակ բանը, որ ես հասկացա որպես հետևություն, որ մինչև մանիկյուրը քսելը, կուտիկուլաների մշակումը շատ ավելի լուրջ ձևով պետք է արվի, որպեսզի մանիկյուրը հետո սենց կողքերից մի քիչ դուրս չգա, բայց դե առաջի անգամն է ու առաջի անգամվա համար ինձ թվում է ես լավ եմ գլուխ անել, կարճացրել եմ եղունգներս, դիտմամ, ասեցի ես կարճացնեմ, հետո թող ինքը բան անի, հաստ չեմ արել շատ, էդից դուր է գալիս, մի խոսքով, պետք է պրակտիկավաց անեմ, մինչև սովորեմ, ամեն դեպքում եմ, որ սենց Չոպակրիտիայը, որը երկու հատ ջնջոց լվալուց հետո չի ջնջվում, արդեն լավ է։ Ես արդեն տեղում եմ երեխեք ջան, խորեն ինչ էի արթնացնել, երեխեք ասեցի մենակ թողնում եմ, բայց խիղճս շուտ ասենց անհանգիստ էր, զանգեցի, ասեցի խոշավ շուտակի արթնացի։ Մի խոսքով, այս հատվածում լրիվ ձմեռ է, տաքսու մեջից նայում էինք, այն մեր մասից կայարանից, որ դուրս եկա, գարնանային էր եղանակը, այս հատվածում ձմեռային։ Ու ինչքան վերև, այնքան ձմեռ։ Երեխեք ջան, ես դասից մի քիչ շուտ դուրս եկա, ինչպես ասացի, տաքսիս կանչել եմ, գնում եմ հանի վերցնեմ, եսեք այստեղ լրիվ ձմեռ է, հլնայք, տակնի կոմֆորտն է, բայց եղանակը մռայլվեց, ինձ թվում է ներքևում էլ արդեն մռայլ լինելու, բարակ եմ հագել, մի քիչ, ինչև է։ Մենք արդեն տեղում ենք, բավականի շքեղ միջավայր է, իդեպ ռեստորանային հատվածը այստեղ է։ Գնանք տեսնենք ինչ կա, ինչ չկա։ Այստեղ արդեն մեզ սպասում է։ Եկեք մի հատ մոտիկից զննենք սեղանը։ Բավականին օպիցիտնի է, այն օրվա իմ սարքած տոստերը այս տեսքը մոտ է, որ պիտի ունենային, բայց դե գիտեք։ Ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Քաղցրավենիքներ կա, բայց ես պետք է չուտեմ, դիետայի վրա եմ։ Հա։ Ամեն դեպքում չեմ պլանավորում քաղցր։ Այսպիսի գեղեցիկ վիճակներ։ Մենք եւս շնորհակալ ենք։
Holy Mernem in Yari Boy Mernem Boy Mernem Boy Mernem. Amazing. Thank you so much. Եկան պիցաներ երեխեք ջան։ Բլոգերն էլ է սա նոր ուտելիք ա գալիս, բոլորը մի հատ պետքա նկարեն, հետո նոր վայելեն։ Danke schön. Նոր զաթը ուշտակցում նաշարնի բաժիրը ասում բանը նույն ֆիգուրնանն եմ ցույց մեկ իրանի մեկ էլ ընթինային է հավանել Նա պատմում իմ գրքի մասին, իմ մոլորակները հաստատ տեսել են համացանցում։ Ես սովորեցնում եմ օտար եւ աղավաղված բարերի հայերեն համարժեքները։ Փոքրիկ մոլորակներ են դրանք, եթե իմ նջերին չեք միացել եւ այդ մոլորակների ծանոթ չեք, անպայման։ Եկավ իմ սուրճ երեխեք ջան, ես հաղթեցի բառարան, մի հատ ինձ համար, մի հատ էլ անի։ Բառեր են ասվում, պիտի ասեի բառի գրական տարբերակը, մի հատ ինձ համար շահեցի, մի հատ էլ ընկերուհուս։ Եվ մնացած բառերն էլ գիտեմ, ուղղակի արդեն խնդրել եմ, որ սուս մնամ, որ մյուսներն էլ գուշակեն, դրա համար լռում եմ։ Երեխեք, ես արդեն տանն եմ ու այդ նշանակում է, որ մենք սիրուն ու յուտնիկի հերթով կարգով հիմա նայելու ենք իմ նվերները։ Առաջինը հայկական Մայկա բրենդից, այսպիսի սև t-shirts, շատ սիրուն, չէ, սա t-shirts-ը չի, սա ուղղակի t-shirts-ը սենց չի, իզը։ Մի խոսքով, սենց oversize Մայկա է, շատ ադուրից եկել, կարծում եմ մատիրիալն էլ բավականին փոփուկ է, կարծում եմ, որ ինձ կսազի շատ, մեծ սիրով կհագնեմ, այսպես, այսօր մի հատ ձեռքի աշխատանք տրոյկա եմ նվեր ստացել, հատուկ իմ համար կարված, բայց մի հատ մեծ մինուս կա, չափսը շատ փոքր է, չգիտեմ ինչի է այդպես ստացել, որովհետև այդ այսպես ասած դիզայները բոլորի էջերը մտել էր, նայել էր առանձին, բայց ոնց հասկացա էլի կային այնտեղ աղջիկներ, որ չափսը մի փոքր չէր համապատասխանում։ Հիմա սա կամ կլինի ստիմուլ, որ ես նիհարեմ, կամ էլ եթե զգամ, որ շատ այսպես ասած տարբեր է ինձնից չափսը, միգուցե ինչ-որ մեկին նվիրեմ, որտեղ ինքը շատ սիրուն էր, լավ կտորից, լավ աշխատանք։ Ապաչից այստեղ իրենց սեմեջկաներից են դրել և իրենց այս բաներից անկաշեցին դպրոց կդնեմ, 4 տեսակի ինչ-որ պեչենից բաներ են, անկաշեցը դպրոցի բիրիկուս որպես, այսպես ասած, կվայլի։ Այսի կանգնեմ, կանգնած ես սույց տամ այդ միազյան բրենդի հագուստը, ուրեմն սա իրենց կարած վերնաշապիկն է, սպիտակ, շատ եմ ափսոսում, որ այս պահին չեմ կարողանա գրել, սա շորտն է, տեսեք, շորտի տակը լայն է, բայց այս մեջքը շատ քիփ է ինձ համար, ես իհարկե կնախնդրեի, որ ես իմ գոտկատեղի չափսը տայի, այդպիսով ավելի չոտքի կլներ ռազմերացիան, բայց այսպես է ստացվել, ոչինչ, սա էլ երեխեք ջան, ժիլետիկը, այնի շատ սենց թողմագեղեցիկ, շատ ստիլնի, դե ինչ, ստիմուլ ենք ստանում, մարզվում ենք, նիհարում ենք, որ կրենք, ուրիշ տարբերակ չունենք, կամ պիտի նվիրեմ, կամ պիտի տքնեմ, ես երևի տքնել տարբերակ, ես էլ այսպես, հաջորդ թիվ, ինչ ունեմ ձեզ ցույց տալու, Ժոֆրե ընկերությունից եմ նվեր ստացել օծանելիք, դե իրենք հայտնի բրենդներից, օծանելիքների, այսպես ասած, շշալցումն են անում, այս անգամ իզ բաժին անգել, ոչ թե իմ սիրած օծանելիքը, սովորաբար իրանք հարցնում են, որն է սիրում, դա բերում են, այս անգամ, բայց ինձ դուր է գալիս, գիտեք, տեսեք ցանել եմ այնտեղ, մի հատ փս եմ արել, դրպոտը վրասա, ոնց է կոչվում, Creed Aventus for Women, ինքը մի քիչ unisex է, այսինքն եւ տղաները կարան, կանացի է վերած, բայց հոտը, եթե անգամ զգամ, որ ինձ սուր է հոտը, մեկ-երկու անգամ պիտի ցանեմ, որ դա զգամ, ապա միանշանակ խորենին կտամ, ժոֆրենց էլի ունեմ դուխի, որ խորենին եմ նվիրել, եւ ունեմ դուխի, որ ես եմ կրում, ցանում,
Так что ես այնպեսի հոտա, որ խորենն էլ կարացանի հանգիստ։ Այստեղ ունեմ գեղեցկության սրահի 20,000 արժողությամբ նվեր քարտ երեխեքջան մեջը։ Որոշել եմ, բայց այս անգամ կգնամ։ Նվեր քարտերը ծորաբար պասիվ եմ կիրառում, անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, ծորություն եմ անում։ Բայց այս անգամ կարող գնամ մազերս ինչ-որ թարմացնեմ, միգուցե կտրվածք, չգիտեմ, դեռ մտածում եմ։ Այստեղ աքսեսուարների էջ կան, այնտեղ վերել էր աքսեսուարները, մենք միասին հավաքեցինք այդ աքսեսուարը։ Լավ, եկեք մի հատ Instagram-ի ստորիներով բացեմ, նոր հետո ձեզ ցույց կտամ, լավ, չոկեր ասեց։ Սիրուն, հեսա գնանք միասին։ Տակ գանձեր, այ էսա մեր չոկերը, մի հատ սիրուն սերի մայկա եմ պատվել, կակրած հասել է, մի հատ էլ սևունն է, շատ պուպուշիկն է, այդ մայկայի հետ, հատ սիրուն գնայվի կարծում եմ, այսպես հավես օբրոս կստացվի, սիրուն քարը կա հետևի հատվածում, Так что սա մեծ սիրով ես կպահեմ եւ ինչ որ առիթի էլ ավելի գեղեցիկ տեսք կունենա։ Ջան։ Ինչը։ Հա։ Ինչը։ Հա։ Երեխեք ջան, բայց շատ քաղցր չեմ ուզում, է։ Լավ, այդ էլ կեր ու վերջ։ Հստակ պեչենիների գերությունա։ Իրենցից պեչենիներ հասան, դնեմ տոպրակի մեջ, հետո տեղավորենք, ես քանի որ քաղցր չեմ ուտում, սա երեխեքի ու խորենի աչքը լույս եւ Ալեն 11-ը ինչպես միշտ բավականին առատ պայոկներ էր պատրաստել մեզ համար, հիմա բերեմ ցույց տամ թե ինչ ենք նվեր ստացել Ալենից։ Մի քանի տուփ պիլիմեններ եմ ստացել, արտաշուրջը շատ ասիրում, մեկու մեջ հաճախ չեմ սարքում կիսաֆաբրիկատներ, բայց հենց որ սիրտը ուզի, մեկու մեջ կսարքեմ, դավի սիրտն էլ ներփաբլիթ է ուզում, ես էլ իրա ներփաբլիթները։ Ու նաև խոզի չալաղաճ, այդպիսի իրանք Ալեն 11-ը, մեկ այլ էջ ունի, կոչվում է համող խոզուկ, թե ինչ, այնտեղից շատ լավ թիքաներ ենք ստացել խոզի, դրանով էլ մի համով բան կպատրաստեմ, լրիվ, ասում եմ ծնունդի առևտուր արած, ոնց որ տուն եկած լինեմ, տեղավորեմ սարցախցիկում։ Հա, այդ հայի բառարանի դեպ որ շահեցի, այնտեղ գրեթե բոլոր բառերը որ հնչում են, ես պատասխաններ ունեի, բայց արդեն Անին ասում է, խնդրում եմ թողնես մյուսները պատասխանեն, դե մի 2-3 բան պատասխանեցի 4։ Հետո արդեն իհարկե լռեցի, որ մյուսներն էլ պատասխանեն, բայց իմ ընկերու համար էլ շահեցի, ինձ այդ շատ ուրախացրեց, որովհետև Անին էլ էր ուզում, ես ուզում եմ իրան ինչ-որ ուրախացնել։ Մի խոսքով Как-то так. Արտաշեսը Դավիթ սովորացնում է ռուսերենի տաղերը գրել։ Дай, мать ставит стեղ. Да, молодец. Молодец. Вот так. Потом вниз, вниз, вниз. Իդեպ էս բաժակն էլ էր այսօր նվեր ու բաժակի հետ 2 ամսվա նվեր քարտեր։ Դες կենտրոն է էլի տարբեր բանից։ Так не առաջին գոտարանից, սա շուտիչի մի դարձեք։ Շատ լավ է։ Ատամն է սովորել։ Մալադեց։ Խորենս ինչա բերել է սորից։ Գաժնան ավետաբեժները։ Մարտի 1-ը իհարկե վաղն է, բայց ինքը այսօր է բերել։ Շատ սիրուն եկել։ Այս որպես պատստավկա եմ հաճախ օգտագործում, դրա համար այստեղ դրած։ Մինչև խորենը գնաց վայտբերի, Սիմ ու իրանից պատվեր ա եկել։ Իդեպ 3 եկել այն պատվիրա ջինսը։ Ռազմերի փոփոխության պատճառով այնպես էր ստացվել, նորմալ հագս լինող տաբատ այս պահին չունեի։ Մի հատ խորենի խնդրեցի բերի, որովհետև նախկինում իմ ավելի մեծ չափի տաբատներից ազատվել էի, որովհետև 2 տարի շարունակ կարողացել էի պահպանել քաշս, բայց հիմա քանի որ ավելացում ա եղել քաշի, ինձ ահավոր դիսկոմֆորտ էր դες քիփ շալվարների մեջ։ Մի հատ կոմֆորտնի բաց կապույտ ջինս եմ պատվել, ձեզ ցույց կտամ։ Հա, մի հատ են մայջկա եմ պատվել կարճաթե, որ համ հիմա կարամ հագնեմ, ասենք, պիջակների տակից, համ էլ ամառը առանց որևէ բանի էլի։ Այստեղ կարտոֆիլ եմ համեմել եւ խոզի չալաղաճը սոխով, կարմիր պղպեղով, աղով լավ տրորել եմ, մոտ կես ժամ մնացել է, սոխերը առանձնացրել եմ, սա այսպես դրել եմ վառանի ամանի մեջ։ Ու հիմա կտեղափոխենք ջեռոցը, որը նախապես տաքացրել եմ։ Ֆոնի վրա կռվում են, ինչպես միշտ իմ ձագուկները, դա արդեն կլասիկա է։ Դե մենք էլ փորձում ենք ուշադրություն չդարձնել։ Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր է բացվել։ Ես ու Դավը նկարչություն ենք անում, մի քիչ կեղտոտ թուղթ է, չգիտեմ որտեղից բերեց Դավոկ ասես թուղթը։ Որոշեցինք նկարենք գնոմիկներ։ Էս ես եմ ներկել, էս էլ նկարել եմ Դավնա ներկու։ Հա Դավս։
Ակոքներ։ Դու չես կարողանում սրել, բայց քո մոտ ինձ լավ էր ստացվում։ Եթե կարիքը կա, Ինდა, պաշի։ լցվեց էլի։ Что-то не так? Դες բաց ես ուզում սրել։ Չէ։ Պապը տեսել աստղ։ Զաստրացյա արած։ Հա։ Երեխեք ջան, ահա եւ իմ ու Դավի կատարած աշխատանքը Արտաշեսը սել է նկարում, ինքն էլ հեսա ցույց կտամ, հիմա էլ նստած իր համար ստորագրություն է Մամ։ Ես ադիբուդի եմ սարքել ձեռի հետ, հա, շատ սիրում եմ կրեմը։ Հիմա տորթ է Դավը նկարում, քեզ էլ ցույց տանք։ Էս էլ Դավը իր ադիբուդի։ Վեր ցույց տանք Դի ստորագրություն։ վերջնական ստորագրությունն է։ Ջոպե, ո՞րն է վերջնականը։ Ահա, վերջնական ստորագրությունը Արտաշեսյունի էս տեսք։ Տարբերակներ ենք միասին դիտարկում, ինքը որոշեց, որ Այս պապանն է, այնտեղ միտեղ մամանն է։ հա, իր խոսքով, սենց զբաղվում են, Կիրակից նվիրել եմ ճոտերիս։ Խնդրեմ սիրելիս, գնա շարունակի քո գործունեությունը, այստեղ արծի Արագություն է, պետք է։ Ավարտեցինք եւս մի նկար, իրականում այստեղ 3 մոմ կար, բայց Դավը ուզեց եւս մի մոմ, այստեղ անկյունից իրան ավելացրեցինք եւ ստացանք այսպիսի տոնական տորտիկ։ Շատ սիրուն է, մուլտիաճնի։ Հա